ուրել բան շատ եմ սիրում, ես ամբողջ աշխարհից տեղեկություն ունեմ։ Հարցից որ ջղայնանամ, աչքից կընկնեմ։ Ես էլ որ գործ եմ ունենում, գիշերը քունից չտանում, առավոտը շուտ վեր եմ կենում։ Ուրեմն ինձ զանգեցին, ասեցին մեծ գումար փող ունես ստանալու։ Հա, այդ մի կտոր էր մնում, որտեղ Ուսանողներն էլ եմ մաքրում, բոլորը եմ մաքրում, ինչ գալիս է շշկրվում է, թողնելիս։ Ամենքան 60,000 փող են տվել ինձ։ Ես արագաշարժ էի, ամուսինս մարմանդ էր։ Ասում եք էսի սովորելու բան չի մի սովորի։ Հեռախոսով եմ ձեր մասին լսել։ Մի օր մեր տանը կռիվալ մեղալ չի եղել, 98 եմ արդեն, ոչինչ թող ապրեմ։ Այն ժամանակ Երևանը Դավիթաշենի չափ էր համարյա թե։ Փորներիս չեն թողում, որ այսքան չարչարվեմ ես։ Չէ, ինչ գաղտնիք, որ փորձենք կարող է դուրս գա։ Ինչ լավ է, որ մեր երկրում այդ տարիքի մարդկանցով հետաքրքրվում եք։ Հասմիկ տատիկ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ինձ ընդունեցիք ձեր տանը։ Ես էլ եմ շնորհակալ, որ դուք բանը հետաքրքրեցիք իմ կյանքով։ Դուք իմ մասին գիտեիք։ Հեռախոսով եմ ձեր մասին լսել, ձեր հաղորդումները լսել եմ միշտ։ Ինչ լավ է, որ մեր երկրում այդ տարիքի մարդկանցով հետաքրքրվում եք։ Դուք քանի տարեկան եք, գաղտնիք պահում եք, թե կասեք ձեր տարիքը։ Չէ, գաղտնիք չեմ պահում։ 97-ից լրացավ, 98 եմ արդեն։ Երեք իմ ծնունդս էր։ Պատմեք էլի ոնց նշեցիք։ Թողնելիս ամենքան 60,000 փող են տվել ինձ։ Ինչ եք անելու այդ փողը։ Ինչ եմ անելու, էլ է իրանց ծնողներին բաժանելու։ Իրենք տալիս են, դուք հետ եք տալիս։ Հա, ես էլ եմ տալիս։ Այս տարի նոր տարուն ինչ եք պատրաստել դուք, որ հենց ձեր ձեռքով։ Գիտեք, ես ջահել ժամանակ բոլորը աշխատում են, որ նոր տարին մեր տանը անցկացնեն։ Բայց հիմա որտեվ հարցս էլ շատ շնորհքով է, աշխատում եմ, որ ինքը անի ամեն ինչ։ Ես այս տարի մենակ պասուստոլմա ու գաթա եմ թխել։ Երկու հատ գաթա էլ թխել եմ, կլոր գաթաներ մեջն էլ 500 դրամանոց եմ գրել, ուղարկել եմ, տայել եմ թորանս տունը, այդ 500 դրամանոցը ընկավ թորանս։ Թեպետ այնտեղ 12 հոգի էինք։ Ամեն տարի այդ նույն գաթան թխում եմ, տանում եմ թորներից տները։ Գաթան ես կերած շատ համով էր, ինչ էիք մեջը լցրել։ Ջահել ժամանակվանից եմ սկսել խմորեղն թխելը սիրելը։ Մի ժամանակ մեր տունը որ նոր տարուն գալիս էին ճուշտա, իմ ձեռքով ծեծած ճուշտան եւ իմ թխած բանը փախլավան ուտելու։ Բայց հիմա այդ փախլավան 22 լիստ էր, օխլավով էի բացում։ Բայց հիմա որ թորներից չեն թողնում, որ այսքան չարչարվեմ ես, մենակ գաթա եմ թխել այս տարի։ Գաթան շատ համով էր, մեջը ինչ էիք լցրել, դու գաղտնիքը ասեք էլի։ Հա, ես խորիզի մեջ պոպոկ եմ խառնում ու համեմունքներ, հին, դարչին, մուսկաթվի արեղ, այդ բոլորից մի քիչ խառնում եմ խորիզին, դրա համար շատ համով ստացվում։ Որովհետև սովորական գաթայի համ չուներ, էլի ես կերա շատ դուրս եկավ։ Հա, այդ մի կտոր էր մնում, որտեղ ով որ գալիս է մեր տունի, ես այդ գաթան եմ հյուրասիրում, դրա համար վերջի կտորն էր մնում, դուք համը տեսաք։ Ապրեք, ուրեմն պիտի սովորեմ սարքելը, ճար չկա։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ։ Ոնց չեք համարում։ Ես իմ տարիքս չեմ զգում։ Քանի տարեկան եք զգում։ Հիմա 98 տարեկան եմ։ Բայց ինչքան եք զգում։ Ինչքան, գիտեք, որ ոտքի վրա եմ, հələ ամեն ինչի խառնվում եմ, իմ տարիքս չեմ զգում։ Ես չեմ ուզում, որ բեր դառնամ իմ ընտանիքի համար, քանի որ ոտքի վրա եմ, ոչինչ թող ապրեմ։ Բայց որ եթե հիվանդանամ, չեմ ուզի, որ ապրեմ իմ ընտանիքի նեղություն տամ։ Եկեք այդ բաների մասին չմտածենք, Աստծո գործերը անքննելի են։ Դուք համարում եք, որ երկար եք ապրել, որովհետև բարի եք, աշխատասեր եք, գենետիկան է պատճառը։ Գիտես, իմ ծնողներս են աշխատող եղել։ Նամանավանդ հայրս, որ ինքը գործ է ունենում, դաժե գիշերներ վերկենում գնում գործի։ Ես էլ որ գործ եմ ունենում, գիշերը քունից չտանում, առավոտը շուտ վեր եմ կենում։ Օրինակ այսօր վեր եմ կացել, երեք լողացել շոյս հարթուկել եմ բան ասում, մինչև գանեմ վեր կենալի ես ամեն ինչ անեմ։ Ամեն ինչ էլ անում եմ, հələ փառք Աստծո, բեր չեմ ընտանիքիս համար։ Ախր այնքան բարի եք, դուք ոնց բեր կարող եք լինել, տիկին Հասմիկ, հետաքրքիր է։ Դուրեր եմ լսում,
Երեկոյան որ պարում եմ հեռախոս եմ բացում բանը յութեր եմ կարդում Որտեղ եք մտնում, ինչ կայքեր եք մտնում, YouTube-ից օգտվում եք։ YouTube-ով ռադիոն լուրերն եմ լսում կինոբան չեմ սիրում չեմ նայում հիմա բայց լուրեր բան շատ եմ սիրում ես ամբողջ աշխարհից տեղեկություն ունեմ երեք լսել եմ որ բանը Թրամփը Վենեսուելայի բանին ղեկավարին Մադուրոին իր կնոջի ձերբակալել են մտածում եմ ինչ ունի Թրամփը սրանց հետ ինչի պետք է ես ղեկավարին տանեն Ամերիկայում դատեն Մեկնաբանություններ գրում եք։ չէ չեմ գրում Համեստորեն ուղակի նայում եք տեղյակ եք։ Գաղտնիք ասեք, երկարակեցության գաղտնիքը, ոնց անենք, որ երկար ապրենք։ Գիտես պետք է հանգիստ լինես, բնավորությամբ հանգիստ պետք է լինես, թե չէ որ ջղայնանաս, մանանես, այդ ներվային բոլոր հիվանդությունները ներվային հողի վրա են։ Իսկ ձեր խնամքի համար, դեմքի կամ ինչ-որ մի բան անում եք, թե չէ։ Ոչ մի բան։ Ոնց կակ։ Ես ջահել ժամանակ դուխիներից մենակ Կրասնի Մոսկվա եմ օգտագործել, բանը դեմքիս էլ մենակ պուդրա եմ քսել, ես կրեմ բան չեմ սիրել, զզվել եմ կրեմից։ Հիմա ունեք կրասնա։ Հիմա ոչ մի բան։ Հիմա չունեք այդ դուխին, այդ բաներից չունեք, այն ձեր հին սիրածը։ Գիտես մեկ որտեղ եմ գնում, հենա դուխիներից ներ դրածա։ Լավ էլ ունեք։ Հա։ Ձեր կյանքի մասին պատմեք։ Դուք որտեղ եք ծնվել, որ թվականին։ Եղեգնաձորում ենք ծնվել, բայց 30 թվականի սովեր, այս սովիտարին իմ հայրիկս մեզ վեցից եկանք Երևան։ Երևանը ոնց եք հիշում, այն թվերի Երևանը, հրապարակը, ոնց եք, ինչ որ մի բան կա, որ շատ տարբեր է հիմա։ Մենք որ 39 թվի եկանք Երևան, իմ ծնողներս որ մեզ բերեցին Երևան, այն ժամանակ Երևանը Դավիթաշենի չափ էր համարյա թե։ Բանը այսքան մեքենա չկար, այսքան իրար խանգարող ոչ մի բան չկար, շատ ազատ քաղաք էր։ Մենք դալմի բաղերում ենք ապրել, այ հիմիկվա Մոլի տարածքում, մոլը որն է։ Դալմայի մոլը։ Չէ, Կիլիկիայի տարածքում այգիներով շրջապատված տաքսի բան չկար։ Ֆայտոններ, ֆուրգոններ, հատուկ են մեքենաներ էր, բայց հիմա Երևանը շատ ազարգացել համարյա ես Ամերիկայում եղել եմ, Ամերիկայի քաղաքներից հետ չի մնում։ Նամանավանդ այս վերջի տարիների շինարարությունը շատ ազարգացել։ Տասված որ իսկան այս սարքած շենքերում բնակություն էլ լինի, դադար չմնան։ Թող որ լինի։ Ինչ մասնագիտություն եք ստացել դուք, ինչ մասնագիտություն ունեք։ Բժշկական տեխնիկում եմ ավարտել, բայց չեմ աշխատել։ 20 տարեկան ամուսնացել եմ։ 48 տարի միասին ապրել ենք։ Մի օր մեր տանը կռիվալ մաղալ չի եղել։ Շատ հաշտ, համերաշխ։ Ես ու ամուսինս քրոջու եղբոր թորներ ենք։ Լավ էլի, այդ ոնց գտակ իրար, ոնց որոշեցին, որ ոնց որ 7 պորտը անցած չի լինում, այդ ոնց ամուսնացրին ձեզ։ Հա, իմ մորակոց աղջիկը ամուսնացրեց ինձ ուսանողի, իմ կուրսից բոլոր աղջիկը այդ մորակոց աղջիկը համար մոտ շոր էին կարել տալի։ Ինքը թատրոնի գլխավոր հաշվապահն էր, ռուսական թատրոնի, բայց միևնույն ժամանակ կարեր անում։ Մենք ոնց որ քույրերն էինք։ Ու ինքը բանարից ամուսնացա իմ ամուսինս իրա հորաքոչ տղան էր։ Լավն էիք, տեսա որ լավ աղջիկ եք, չուզեց որ ուրիշ տեղ գնաք։ Շատ համերաշխ ընտանիք ենք եղել։ Ձերոնք հեշտ համաձայնեցին, որ դուք ամուսնանաք, այն տարեկան էիք։ 20 տարեկան։ Իմ կիսուրից միակ տղան էր այդ տղան։ Գնացել եք ու հանձնվել եք այդ ընտանիքին, Ով գալիս էր մեր տունը հյուր, երկուսից էլ բարեկամ էր։ Օտար մարդ չի եղել մեր տանը։ Շատ հետաքրքիր, այդ հետաքրքիր է, այդպեսի բան չէի իմացել, էլի։ Բարեկամները բոլորը մեզ հետ կապված էին։ Ես 8 տեղաշոր ունեի, բայց այդ տեղաշորը չէր հերիքում մեզ որ գալիս էին։ Ձեր սկեսուրը ձեզ շատ էր հավանում, ամուսինը գնահատված կին եք եղել, իրենք ձեր ջանքերը գնահատել են։ Իմ կիսուրս ամբողջ օրը որ գնում էր ասում էր մեր հասմիկը այսքան փողաբել։ Դες ամուսինս ինձ ավելի շատ ասիրել, քան ես իրան։ Այդ ոնց։ Դե ասեք ձևը մենք էլ իմանանք, էլի այդ բոլոր լավ բաների ձևերը չեք ասում, տիկին Ասմիկ, այդ ոնց եք հարմարեցրել այդպես։ Գիտես, ես արագաշարժ էի, ամուսինս մարմանտ էր։ Դրա համար էլ
Կիսուրս էլ ամուսինս էլ ինձ շատ էի սիրում։ Բայց այդ գաղտնիքը չասեցիք էլի, ասացիք որ ամուսինս ինձ ավելի շատ էր սիրում, քան ես իրեն։ Այդ ո՞նց։ Չգիտեմ, որտեվ ես ուզում եի անպայման բժշկուհի դառնամ, բայց որ ուսումս կիսատ մնաց, դրա համար միշտ Սիրաշահում էի։ եթե չամուսնայի անպայման կավարտեի։ Մեղքի զգացում ուներ, սիրաշահում էր անընդհատ։ Հա, 50 տարի միասին ապրել եք։ հա։ Տիկին Ասմիկ, բայց չսիրեցիք, չէ՞, ոնց որ պայմանավորված ամուսնություն էր ու երջանիկ եղաք, այդպես լինում է։ Ինչ ասեմ։ Դե պիտի ասեք, Շատ փաստորեն լինում է։ համերաշխ ընտանիք ենք եղել, հայ հարցս գիտի։ Գանին համարյա 50 տարի մեր տանն է։ Մենք շատ համերաշխ ընտանիք ենք եղել։ Հիշեք այդ ժամանակները։ Ուր ամուսնացել եմ, գնացել ենք Վրաստան, Օֆելիա ջան, որտեղ ապրել ենք, մեծ հարգանք ենք վայելել, թե Վրաստանում, թե այստեղ հարևանության մեջ, մեզ բոլորը շատ են հարգում։ Վարժություններ անում եք ֆիզիկական ակտիվության։ Ես այդ ժամանակ այնքան վարժություն եմ արել, չեմ հիշում մի օր, որ լույսը բացի հետո զարթնեմ, միշտ մտնով եմ զարթնել։ Ամբողջ կյանքը ոնց որ տան գործերի վրա եք կենտրոնացած եք։ Կուզենայիք դեպի դուրսեր, հասարակական կյանք, աշխատեիք ակտիվ, հիմա կանայք պասիվ չեն։ Օֆելիա ջան, մեծ այգի ունեինք։ Ես որ աշխատեի, այդ այգին չէինք կարողանա մշակենք։ Տարին 10 տոննա խաղող ենք ունեցել ավել։ Մեր կլուբնիկի սեզոնը մի ամիս ա տևել։ Մի ամիս անընդհատ կլուբնիկ ենք հավաքել։ Ձեր ամբողջ ուժը, էներգիան դրել եք տան վրա։ Հա, հետո մենք երկու տեղ ենք տուն ունեցել, համ Երևանում, համ Վրաստանում։ Երկու տուն պահելը հեշտ չէ։ Մեկ ընդեղ եք արել, մեկ ստեղ եք արել։ Մենք մեծ այգի ունեինք։ Այդ այգին խաղողի այգի էր, տակնել կլուբնիկա էր ամբողջ 6000 մետր։ Մենք որ կլուբնիկան հավաքում էինք, մի օրում 40 վեդրո կլուբնիկ էինք հավաքում։ Ամեն մի վեդրոն 8 կիլո։ Ուրեմն հարցս այս գահանեն, աղջկանս աննել է գահանե։ Այդ իմ գահանես էլ նա գալիս էին կլուբնիկի ժամանակ օգնելու, ընդեղ էլ շատ էին օգնում։ Ու այդ ամբողջը ես էի բանանում Տերիչունան, առավոտը ժամը 6-ին վեր եմ կացել, գնացել եմ այգին աշխատել եմ, հետո եկել եմ հավերին կուտ եմ տվել, 100 հատ հավ էի պահում, հավ, ընտկավ, ղազ, թեպետ քաղաքի աղջիկ եմ եղել, բայց գնալուց մի շաբաթ հետո կով եմ կթել, հաց եմ թխ, ամեն ինչ արել եմ կյանքում, քաղաքում, քաղաքի կյանքին եմ խառնվել, ջուղում ջուղի, հաց եմ թխել, կով եմ կթել, ամեն ինչ արել եմ, այգի եմ մշակել։ Չեք մտածել, որ ես քաղաքի աղջիկ եմ, ինչի պիտի կով կթեմ կամ Չէ, գիտես, երեխաներ ծնվելուց հետո ուզում էի, որ իմ երեխաներս ապահով լինեն, բա այսքան ունենք, որ չանենք, պետք է այգի փչանա, բերք չպետք է վերցնենք։ Հաստուխ ունեինք, այդ հաստուխը մահացավ, լավաշ էինք թխում։ Մենք որ լավաշ ենք թխում 5 կիներ պետք, 2 հատ օխլավ, մի հատ գրտնակ, մի հատ թխող, մի հատ հանող։ Թոնից հացը հանող։ Բա այս կինը որ մահացավ, մենք լավաշ չենք ուտելու։ Բայց բանա մի բարեկամ ունեինք, ասեց Հասմիկ, չմտածիր, ես ձեր հացը կթխեմ։ Ասի չէ, ես պիսորեմ։ Այնա ամուսինս էր թոները վառում, ես երեկոյան խմորը անում էի առավոտ, շուտ վերիկեն եմ գունդ էի անում, ուրեմն այդ դե հավաքվում էինք հարևաններով, ես իրանց էի օգնում, իրանք էլ թխելու մեզ էին օգնում։ Հիմա այդ բարեկամը այդ թեժ ժամանակ ասի, մի 2 անգամ դու խփի, ես հետո բանանում, նայեմ տեսեմ ոնց ես անում, հետո ես կանեմ։ Այնա թե ես քո հացը կթխեմ, ասում եք էսի սովորելու բան չի մի սովորի, բայց զորով այդ կնոջը վերկացրեցի, սկսեցի թխելը, հենց առաջի հացը կպավասի, վсё։ Ուտեց ես սկսեցի մեր հացը թխել, կով եմ կտել, հաց եմ թխել, ամեն ինչ արել եմ, հող եմ մշակել, շուկա եմ գնացել։ ինչ անել չգիտեք։ Առաջ ասեղնագործում էի, դաժե իմ գործած բաները իմ կիսուրս վերցնում էր սրանան օժիտի բարերի տալիս էր։ Այն ժամանակ դարոշկեք էինք գործում, մեծ ասեղնագործություն էինք անում, բայց հիմա էլ չեմ անում։ Բայց լավ կլինի հիմա անեք, որովհետև հիմա որ ասեղնագործեք, ձեր մատները նաև կօգտագործեք այդ մանր մոտորիկան, դա այլ ես շատ մեր ամեն ինչը տաներ, Օֆելիա ջան, ուրեմն մեղրից սկսած, մեր պատվալը որ մտնեիր, բարևդ կմոռանայիր։ Սաղ մրգերը կախած, մենք նենց նուր ունեինք, բանը
ամեն տարի ես նրան սոգ էի սակում, այն ճակած նռերը սաղում մաքրում էի, 100 շշով նրան սոգ եմ սարքել, բոլոր մրգերից սոգ էի սարքում, ղավրումա, յուղը, մեղրը, ամեն ինչը ձմեռվա զապաս էին կանում։ Տիկին Ասմիկ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ ձեր հետ զրույցում հասկանում եմ զրույցի ժամանակ, որ միայն կենցաղով ապրել է, միայն կենտրոնանալը տան վրա, ինչքան էլ ասվում է, որ դա ճիշտ չի, փաստորեն դա էլ է երջանկաբեր։ Եթե մարդը միայն կենտրոնանա տան գործերի վրա, ամեն ինչ անի լավ, ստեղծի, նվիրվի ընտանիքին, դուք փաստորեն դրսում էներգիա չեք ծախսել, չեք աշխատել, ուրիշ բան չեք արել, միայն ընտանիքում եք կենտրոնացել ձեր ջանքերը։ Սա էլ է երջանկության բանաձև։ Երևի Ֆինանսական հարցերով էլ եք դուք զբաղվում, թե մենակ մշակությունը, փողը տան փողում ձեռքներ, էլ ճիշտ ասեք։ ես շուկայել եմ գնացել։ Բայց փողը բերում տալիս եք ձեր ամուսնուն, թե ձեր մոտ էր մնում։ Քանի կեսուրս կենթանի էր, բերում տալիս է իրան։ Ինքն էլ փող հաշվել շատ էր սիրում, երիկունը լսում էր սեղանի վրա, որը մի պես փող էի բերել։ Ասում է փող էի հաշվել։ Լավ Բայց հարց որ է։ ամուսինը կեսուրս մահացավ, արդեն տալիս էի ամուսնուս։ Դուք չեք տնօրինը Ես փողը։ ես չէ։ Լավ աշխատել եք, ստեղծել եք, փողը տարել եք, տվել եք իրենց, հա։ Հա, ես մի անգամ նկարեն են գիտի, մենք փող չենք պահել, ես փող չեմ պահել ինձ մոտ։ Իսկ ձեր ծախսերի համար հագուս, զարդեր, չգիտեմ, այսպիսի բաներ։ Ես ոսկեղեն ենքան չեմ սիրել, ես որ սիրեի, այն ժամանակ ոսկին շատ էժան էր։ Մի անգամ Շահումյանի արձանի կողքին մի հատ ոսկի խանութ կար, ես մի հատ բրասլետ տեսա, ամբողջը բրիլյանտերով, փող էլ կար մոտս, բայց ձեռքս չգնաց առնեմ, ասեմ առնեմ հանկարծ կորցնեմ։ Բան, ես ոսկեղեն ենքան չեմ սիրել, թե չէ շատ կունենայի, բայց այն փողերը մենք բերեցինք, գցեցինք ստեղծ բերկասը, հետո սենց որ երկիրը խառնվեց իրար, այդ բերկասն էլ վերացավ, այդ մեծ ուրեմն զանգեցին, ասեցին մեծ գումար փող ունես ստանալու, ասեցի այդ փողով ստացա, ասեցի այն ժամանակ այս փողին մենք 2 տուն կառնեինք, իսկ հիմա մի շկաֆ չեմ կարող առնեմ։ Ես ուզում եմ ասեի, որ ձեր տարիքը թույլ է տալիս, որ դուք նայ դրամարկղում ունեցած գումարի դիմաց փոխհատուցում ստանաք, փաստորեն ստացել եք։ Ստացել եմ, հա։ Ձեզ ինչն է ուրախություն պատճառել։ Թեպետ աշխատել ենք, բայց վայելել ենք էլ։ Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, ամենտեղ տղաս բանակում էր Էստոնիա, ամենտեղ։ Հետո որ աղջիկս Ամերիկա գնաց 92 թվականին, սկսեցի Ամերիկա գնալ գալ։ Կարողանում եք նստեք, թե էլի բոստան եք մշակում։ Աղջիկս սեփական տուն ուներ, մի 500 մետր էլ հող ունեին։ Էջմիածնից Մալինայի բանը թփեր տարա, ամբողջ իրանց սետկայի այդ բանի կողքին, հողամասի կողքին Մալինաներ դրեցի։ Ամերիկացիները որ անցնում էին, հիանում էին։ Ասեցին, որ այ Օբամայի կինն էլ ասում ասենց իրանց համար կարտոշկա ցանում հողը մշակում է։ Սննդային անվտանգությունն եք ապահովել։ Հա, Պարենային անվտանգությունը։ Ձեր առօրյան ինչպես է անցնում, ամեն օրը ո՞նց է անցնում։ հիմա 1000 մի անգամ եմ դուրս գալի, մեկ գնում եմ վարսավերանոց, որ շուկա եմ գնում, մենակ չեմ գնում, անպայման կամ հարսից հետ կամ թորներից հետ, մենակ չեմ գնում, վախենում եմ գնելուց։ Բայց լավ արագաշարժ եք, Տիկին Հասմիկ։ Տան բոլոր գործերը դուք կարող եք անել, հարթուկ, լվացք, ամեն ինչ անում եք։ Հարսից որ տանը չի լինում, ես ամեն ինչ էլ անում եմ, լուսամուտներն եմ մաքրում, պոլներ եմ մաքրում, ինչ ինքը գալիս է շշկրվում է։ Չեն թողում արդեն, վախենում ես, զգուշանում են։ Հա, իրանք չեն ուզում որ ես անեմ։ Տիկին Հասմիկ, ինչ երազանք, ինչ նպատակ ունեք առաջիկա տարիների համար։ Նպատակս էն է, որ ես տեղաշուր չընկնեմ, ոտքի վրա լինեմ, այսինքն միշտ ոտքի վրա։ Օրինակ, ես մեր ընտանիքում սովորություն է, ուրբաթ օրերը թորներս իրար երեխաներով հավաքվում են մեր տունը։ Իրանք իմ եփած ճաշերը շատ են սիրում։ Ես հայկական ճաշերը ես եմ եփում, մնացածը հարսայ։ Ես, հա, իմ եփած փլավը աշխարհի ամենա ինչ հայտնի մարդիկ որ ուտեն, բան կանեն, բավականություն կստանան։ Հաճախակի փլավ եմ գցում, բանով տնե հավով,
Ես խանութի հավերը չեմ սիրում, տանի հավով, հնդկահավով, հարիսա եմ դնում, փլավ եմ գցում, լավ տոլմա է, ամեն ինչը հայկական, իմ ճուֆտեն ուրիշ է։ Պետք է փորձենք հերթով, տիկին Հասմիկ, պետք է փորձեմ իմանամ։ Գիտեք ինչ է ուզում հարցնել, դու գիտեք չէ, որ հենց 100 տարեկան դառնաք, քաղաքապետանը ձեզ նվեր ունի 1 միլիոն դրամ։ Սպասում եք։ Գիտեք, այդ փողը ինձ պետք չի, բայց որ ստանամ անպայման պիտի բաժանեմ թողնելիս։ Ես փող իմ թաղման փողը ես ունեմ։ Ես չեմ ուզում, որ ինձ վրա ծախսեն, էլի, գիտեմ, որ երեխեք ամեն ինչ կանեն աղջիկս, թողներս, բայց ուզում եմ, որ ես մեղություն չքաշեն ինձ համար։ Բայց կնեղանան, որ տենց բան եք արել, կնեղանան, որ փող եք հավաքի ախար։ Կյանքում ամենակարևոր բանը ինչ է տիկին Հասմիկ, կյանքի իմաստը, որտեղ փնտրենք։ Երեխաների երջանկությունն է, որ տեսնում ես երեխաների երջանիկին, դու քեզ լավ ես զգում։ Գիտեք ինչ է ուզում հարցնել, դուք ասացիք, որ դուք 6 երեխա եք եղել, ո՞նց է որ դուք 2 ունեցաք։ Երևանում էլ տուն ունեինք, Վրաստանում էլ տուն ունեինք։ Մտածում էի, որ երրորդը ունենամ, կդժվարանամ դրա համար, տղա էլ ունեմ, աղջիկ էլ ունեմ, երրորդն չի սա պետք։ Որտեղ կդժվարանայիք, այն գնացքի պատմությունը պատմեք էլի։ Հա, գիտես գնացքով էին գնում, այն ժամանակ մեքենա չունեինք, հետո որտեղ ասում մեծացավ, արդեն մեքենա ունեինք։ Դե 2 հատ տոմս էի վերցնում ներքևի տեղերի։ Մեկը ես էի պարկում, մեկը երեխաներն էր պարկասում ոտու գլուխ։ Մտածում էի երրորդը երկրորդ հարկում պետք է պարկասեմ, հանկարծ կլինի դրա համար։ Այդ գնացքի պատճառով երրորդը չունեցա։ Հիմա որ ժամանակը հետ տա, երրորդն էլ կունենայիք, չորրորդն էլ։ Հիմա երրորդն էլ, հələ 5-րդն էլ։ Մենք միշտ աշխատասեր ենք եղել, ստեղծել ենք ամեն ինչ։ Հիմա ձեր տարիների փորձառությունից, ձեր տարիների փորձից, երիտասարդներին, ձեր զավակների տարիքի, ձեր թոռների, ոնց որ ես եմ, ինչ եք խորհուրդ տալ, շատ երեխաներ ունենանք։ Բայց չեն լսում մեկը։ Թոռներս էլ ամենքը 2 երեխա ունեն, Ամերիկայի տղաներն էլ, ստեղի աղջիկներն էլ։ 2-ից չեն անցնում։ 2-ից չեն անցնում։ Թոռներս 4 երեխա ունեն, ստեղ 4-ն էլ ամուսնանալու են։ Բանա, մեծը 24 տարեկան է Գագիկ։ Ծորները, թոռները չէ, ծորները։ Ծորներս։ Բոլորը համասարան են ավարտել։ Փոքր ծորս 3-րդ կուրսում ամերիկյան համասարանի Մարինեից տղան պոլիտեխնիկի 3-րդ կուրսում է։ Մեծ եղբայրը պոլիտեխնիկա ավարտել է, մագիստրատուրան է։ Բոլորի անելիքները գիտեք, բոլորի ավարտածը կուրսը ամեն ինչը հիշում եք։ Հա։ Հիմա եկեք ավելի կոնկրետ։ Ամենամեծ ծորի հարսանիքը երազեք։ Ես նախորդ ծորներիս հարսանիքի նվերն եմ տվել։ Բոլորի այդ ապագա նվերներն էլ եք պատրաստել, դրել, մտածել։ Տվել եմ իրանց արդեն, ասեմ հանկարծ ես չեմ լինի։ Դուք պահեք նվերեք։ Տիկին Հասմիկ, շատ մեղ բնավորություն ունեք, շատ հանգիստ եք, խելոք եք, սկեսուրին լսել եք, ամուսնու խելոք, տենց դաժան սկեսուր չեք, ոնց տեսնում եմ։ Տանը ենթարկվող եմ։ Նամանավանդ հիմա։ Սկզբից սկեսուրին էիք ենթարկվում, հիմա էլ հարսին։ Հա դե մի բան հո ինքնագլուխ չեմ անի, հարցում եմ գանես ինչ բան անեմ։ Ինչից եք ջղայնանում, տիկին Հասմիկ, հնարավոր չի, մի բանից պետք է ջղայնանաք, տենց իդեալական մարդիկ չեն լինում, դուք ինչ համոզեք։ Ախարոն վրա ջղայնանամ այվալես։ Հարցից ծավալ ջղայնանամ, աչքից կընկնեմ, թորներիս վրա ջղայնանամ, տենց ուշադիր չեն լինի։ Ստիպված չեք ջղայնանում, որ ամեն ինչ լավ լինի, սա էլ է խորհուրդ։ Ձեր տարեկիցներին 60 տարեկաններին ինչ խորհուրդ կտաք, տիկին Հասմիկ, որ ձեր նման այսպես դրական լինեն, այսպես բաշխող, տվող։ Գիտես ինչ, թող համբերատար լինեն, իրանց երեխեքին նվիրված լինեն, որտեղ երեխաներն են վերջում իրանց նայելու։ Իրանց ես օրինակ լսում եմ, որ բանը երեխաները ծնողների լավ չեն։ Այն օրը մի հատ նյութ կարդացի, տղան հորը սպանել էր։ Հիմա ես ցանկությունս ենա, որ երեխաների հետ լավ լինեն, մեղմ լինեն, անպայման կրթության տան, չթողնեն փողոցային։ Այսինքն ամենակարևոր բանն է նա, որ երեխեքի հետ մեղմ լինեն, լավ դաստիարակեն, լավ մարդ դարձնեն։ Լավ մարդ դառնան, լավ ընտանիք կազմեն, ամենակարևորը։ Իսկ ոնց անես, որ երեխուդ լավ դաստիարակես։ Երեխայի լեզուն պիտի բանանես, բնավորությունը պիտի դու ուսումնասիրես, ինչ է ինքը սիրում։ Երեխա, ես
Կյանքումս երեխայի վրա դեպք չեմ բարձրացրել, բարձր չեմ խոսել, մեծ ջանով Ղուրբանով եմ խոսել։ Դե դուք արդեն ասացիք, Ջանով Ղուրբանով եք խոսում, որ իրենք էլ ձեզ սիրեն, լսեն, չէ։ Հա, Մեկ։ Ապրեք, Տիկին Ասմիկ, ձեզ կնայեք YouTube-ում, լինքը կտամ, կուղարկեք, կտարածեք բոլորին, որ ձեր առաջի հարցազրույցն էր, չէ։ այո, Եվ տպավորությունները շատ հիանալի։ կյանքում էս մի բանն է փորձեցիք, Տիկին Ասմիկ, թե չէ հաց թխել, լավ պահել, մենակ աշխատելով չի։ Ապրեք, Տիկին Ասմիկ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, որ պատմեցիք։ Բան մնաց, գաղտնիք մնաց, թե գաղտնիք չունեիք։ Չէ, ինչ գաղտնիք, որ փորձենք կարող է դուրս գա։ Դե փորփրում եմ, հեսա կեժան փորփրում եմ, չեք ասում գաղտնիքները։ Մեծ գաղտնիք չունեմ։ Փոքրը որն է։ Փոքր գաղտնիքը որն է։ Սրտի խորքում ինչ կա, փոքր գաղտնիքները ասեք, լավ։ Այդ բանը գաղտնիք չունեմ, չէ։ Չասեց Տիկին Ասմիկը, չասեց պահեց։ Թող մնա գաղտնիքը։ Շնորհակալ եմ Տիկին Ասմիկ, ժամանակի համար, գաթայի համար, հյուրընկալության, բարության, դասերի։ Ես էլ եմ շնորհակալ քեզանից էլ, Մելանյանից էլ,